Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, ձեր հակասական հայտարարությունները ինձ մոտ հարցեր են առաջացրել, էլի։ Երբ դուք ասում եք, որ մեր պետական պարտքը անկայուն է, եւ կուզենայի իմանալ, որ չափանիշներով եք դա գնահատել, որ միջազգային չափանիշով, որևէ տեղ կա արդյոք նման հրապարակում, որ մեր պետական պարտքը անկայուն է, որովհետեւ կա մի միջազգային ընդունված չափանիշ, դա պարտքնա հարաբերակցություն է, որը մեզ մոտ նվազել է, ոչ թե բարձրացել, բայց ինչևէ, նույնիսկ եթե դա ենթադրենք դուք ասում եք, որ անկայուն է եւ դրա սպասարկումը վտանգի տակ է, ինչպես եք պատրաստվում հարկային եկամուտները կրճատել 0%, ինչ որ մի մասը սարքել 0%, համ ասում եք, որ վտանգի տակ է պետական պարտքը եւ մենք կարող է դեֆոլտի գնանք, համ ասում եք ես գալու եմ նախաձեռնությամբ, որտեղ կրճատեմ եկամուտները պետական։ Խնդրում եմ, այս հակասությունը ինձ մոտ հարց է առաջացրել, ինչպես եք դա անելու, եթե ունեք ինչ-որ կախարդական ձև, խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, զարմանալի չի, որ իմ ցանկացած խոսքը հակասական ձեր համար դա նորություն չէր։ Ինչ վերաբերում է պետական պարտքին, ուրեմն ես խոսում եմ անընդհատ պետական պարտքի կայուն կառավարելիության եւ տնտեսական կառուցվածքի մասին։ Հիմա հարց. մեր եկամուտների մի զգալի հատված ապահովվում է արտահանվող ապրանքների հաշվին։ Այդ խնդիրը դուք չեք կարողանում լուծել։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ հայաստանյան արտահանողները փաստի առջև են կանգնած։ Մեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղված որևէ քայլ չենք տեսնում։ Պետական պարտքի անշեղորեն աճ ենք տեսնում։ Ասում եք համախառն ներքին արդյունքը անընդհատ աճել է, երեք մեր խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանը հնչեցրեց պարտքի չափը, թե ինչքան պարտք է ավելացել։ Մենք խոսում ենք, դուք ընդհանրապես վերցնում եք մի ցուցանիշ, համախառն ներքին արդյունք պետական պարտ։ Ձեր ասածը գիտեք ինչի է նման։ Մարդը որ բանկից վարկ է ստանում, այն ամեն ամիս մոնիտորինգ են անում, մեկ էլ հանկարծ միամիտ փաստի առաջ է կանգնում։ Այդ մոտավորապես ձեր ասածը դրան է նման։ Ինչ վերաբերում է 0% հարկը ինչպես պետք է իրագործենք, շատ պարզ։ Ես նախորդ անգամ թվեր բերեցի։ Բազմահազար ընկերություններ այդ հարկի կրկնապատկման արդյունքում փակվել են, շատ իմ ծանոթների շրջապատում, ես այդ թվերը չեմ մոռացել իդեպին ոչ մի խոսք, պարոն Թունյանին կներկայացնեմ այդ նաև քան ընկերությունա փակվել է, չգիտեմ ինչ մեթոդաբանությամբ եք այդ հարցումն ուղարկել, եւ երբ որ մենք ասում ենք լուծելու ենք սոցիալական խնդիր, գոյություն ունի աքսիոմատիկ ճշմարտություն։ Երբ որ այդ փակված ընկերությունները վերաբացվում են, տարեկան հաշվարկ գոյություն ունի մոտավորապես 1000-1500 ընկերություն եւ ակնկալվող նոր ընկերությունները։ Եվ դրանք չեն վճարում հարկ, շրջանառության հարկ, երբ որ չեն վճարում, եկամտային նոր հարկ է գեներացվում եւ նաեւ այդ ազատված միջոցները, որոնք մնում են երկրի տնտեսության մեջ շրջանառության մեջ, դրա 40% ավտոմատ հետ է վերադառնում։ Դա տնտեսագիտական աքսիոմա է։ Իսկ մնացած 60%-ը այդ սոցիալական խնդրի լուծման շրջանակներում այլ հարկատեսակների տեսքով, նոր բացող ընկերությունների միջոցով դրանք հավելյալ ավելի մեծ օգուտ են բերելու մեր երկրին, քան այդ հարկը կրկնապատկել։ Հիմա նույն հարցը հակառակ ուղղությամբ ես ձեզ կարող եմ տալ։ Իմաստը ո՞րն էր այդ 5%-ը 10% սարքելու։ Ինչ խնդիր եք լուծել դրանով։ Ուզում հասկանամ, երբ որ մենք ասում ենք հարկը կրկնապատկելու արդյունքում պետական եկամուտների 2.7%-ն ընդհանրապես կազմում։ Հիմա որ դուք ասենք 2.7%-ը չլիներ, լիներ 1.5-ը։ Երկիրը փուլ կգար դրանից։ Ինչի համար է կրկնապատկել մարդկանց հարկերը։ Դուք ասում եք, լավ, ժամանակը չի երիքում։ Արձագանք։ Ձեր ժամանակը դեռ կար, պարոն Ֆարմանյան, դուք կարող եք շարունակել, բայց ինչևէ։ Ուզում եմ իմանալ, չպատասխանեցիք դուք իմ հարցին, ավելին մի քիչ էլ խորացնեմ հարցս։ Արտահանումից քանի տոկոս են կազմում մեր հարկային եկամուտները, այդ մեկ։ Երկրորդը, երբ դուք ասում եք, որ այդ կենցաղային օրինակները, որոնք բերում եք, որպեսզի ժողովրդի համար հաճելի եւ մատչելի լինի օրինակը, ես եմ ուզում օրինակը բերել։ Պարգևավճարները քանի տոկոսն են կազմում այն բեռի, որով դուք հրաժարվելով ձեր պարգևավճարներից պատրաստում եք պետական պարտքի բեռը նվազեցնել։ Տիկին Վարդանյան, երբ որ մենք խոսում ենք մեր պարգևավճարների հրաժարման մասին, մենք մատնանշում ենք երևույթները։ Մեկի անունը պարգևավճար կլինի, մյուս երևույթի անունը համերգ կազմակերպել կլինի, այն մյուսը անիմաստ գործուղում կլինի, անունը ոնց ուզում եք դրեք։ Ինչ վերաբերում է արտահանումից ինչքան են կազմում, ես կարող եմ ձեզ մատնանշել, թե ամիսներ անց դա ինչ սոցիալական բացասական էֆեկտ է ունենալու, շուրջ 250,000 մարդ հայտնվելու է վտանգի տակ։ Հստակ հաշվարկ եմ ձեզ ասում, մինչև 250,000 մարդ, սա մեկ։
Ձեր գործընկեր ֆինանսների նախարարն է հայտարարել այդ թիվը, որ այն արտահանող ապրանքները, որոնք որ այսօր խնդիր ունեն, համախառն ներքին արդյունքի 3%-ին ամոթ, դա կառավարելի է եւ դրա հետ կապված նույնիսկ հումորային արտահայտություն արեցի, որ դա մեր ժողովրդին բացարձակ հետաքրքիր չի, թե քանի տոկոսն է կազմում։ Ես ձեզ ասում եմ հստակ թվերով, 200 մինչև 250,000 մարդ ունենալու է սոցիալական խնդիր, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածություն ունեցող անձինք եւ նրանց ընտանիքները, ուրեմն եւ այդ թիվը կերևա հստակ ամիսներ անց, դեռևս հնարավոր չի դա կշռել։ Ես ձեզ ասում եմ կանխատեսումները մասնագիտական։ Պարոն Ֆարմանյան, հիմա խնդրում եմ զբաղեցնեք ձեր տեղը, որպեսզի քվեարկենք